Ողջույն աղջիկներս, ողջույն սրտիկներս, ինչպես եք։ Սկսում ենք մեկ այլ հրաշալի օր նոր վլոգով։ Ասեմ, որ ես արթնացել եմ, գործերս վերջացրեցի, մաքրվեցի, լվացվեցի, հիմա վերջնական այստեղ մի հատ անուշ հոտ կօգտագործենք, ջասմին, Splenda Bulgari օծանելիքը անպայման օգտագործում ենք այսպես շատ չենք անում, որպեսզի հոտը հաճելի լինի այստեղ կարող եմ ցույց տալ իմ օծանելիքները, ովքեր որ չեն տեսել կամ նոր միացողներ, ովքեր որ չեն տեսել, առաջ դե օգտագործում եմ, այսպես մտնում ենք այստեղ, բան ցույց եմ տալիս, հիմա ցույց տամ ձեզ։ Հետո կանցնենք հաջորդին։ Այստեղ իմ օծանելիքներն են։ Splenda Bulgari, շատ անուշ եւ նուրբ հոտ ունի։ Այստեղ Chanel օծանելիքն է։ Սա նույնպես Chanel-ն է նոր եմ բացել, միասին ենք բացել ես վերջերս, երբ որ վերջացել էր հինը, սա նոր բացեցինք, սա սրա հետ է, սա էլ է Chanel, հարգելիներս, սա պայուսակից մեջ եմ դնում, ուղղակի այն օրը ես հանեցի, ինձ պետք էր այդպես շտապի մեջ, այստեղ Dolce & Gabbana, Սա էլ է Dolce & Gabbana, շատ եմ սիրում, լավն են իրենք, էլի։ Սա J'adore-ն է։ Էլի ընտիր է, ֆրանսիական J'adore-ը ընտիր։ Սա VSL ֆիրմայի օծանելիքներն են, մեծը և փոքրը։ Սա էլ Քրջյանի մեր հայ հրաշալի այս օծանելիքը արտադրող, այսպես ասեմ, Ֆրանսիս Քրջյան, ինքն է հեղինակը, սա որ ընտիր է, մի այլ հոտ ունի։ Այնտեղ էլ ունեմ էլի Dolce & Gabbana, այստեղ իմ օգտագործման արդեն խոզանակ, երեսի կրեմներ, ատամի մածուկ, ձեռքի օճառ, այստեղ իմ ամբողջ օգտագործման մեյքափներն են, այսպես ասեմ, սա այսօր եմ բացել, տուշա, մեծն ու փոքրը, այսպես ասեմ, դեռ Սա չեմ հանել մեջից, պետք է հանեմ և այս բանը բենն է, դեմ ինձ հարկավոր չի, սա այսպիսին է, այստեղ լիքը կրեմներ դեմքի, կրեմներ, շատ բաներ, այստեղ տեսեք ամբողջ նոր կրեմներ են։ Տեսակ, խոսքով խոզանակները, այստեղ էլի կրեմներ են տարբեր տեսակի, իմ մկրատները մազերիս, որ ես կտրում եմ մազերս, ասել եմ, այստեղ նույնպես, էլի օգտագործման շրթներկեր, կրեմներ, տարբեր լիքը, ամեն ինչ, պակաս բան չունենք, այստեղ նույնպես, ատամների մաքրման, սպիտակեցնող, այստեղ կրեմներ էլի, մի խոսքով, դե գնանք, անցնենք առաջ հարգելիներս, գնանք տեսնենք ինչ ենք անում, սենյակս մաքրել եմ, հավեսով հավաքել եմ, հիմա գնանք մոտ, լույսերը անջատենք, մահճակալի և հայլի լույսերը անջատենք և գնանք խոհանոց, տեսնենք ինչ ենք պատրաստում, մի համեղ բան պատրաստում ենք, գնանք։
Գնացինք։ Կնոպկաներին ձեռք ես տալիս, լույսերն անջատվում է։ Դա այսպես հարկի լիներս դե գնացինք խոհանոց։ Հարգելիներս, տղաս գնացել էր ձկնորսության, բերել այսպիսի հրաշալի համեղ ձկներ, հիմա ինչ պետք է անեմ, գլուխները կտրատելու եմ, մաշկա զերծելու եմ, և ֆիլեն հանելու եմ աղամ և պատրաստեմ շատ համեղ կոտլետներ։ Այստեղ նայեք, ոսկե ձկնիկներ են, ոնց որ փայլը նայեք սպիտակ։ 7 հատ ձուկ։ Դե ինչ, անցնենք գործի, այնտեղ հենց փորերը մաքրել և բերել է, տեսեք, թարմ, ընտիր, ձուկ, օրգանիկ, նատուրալ, համեղ, լճի աճեցրած չի, գետի բռնած մաքուր ձուկ, անարատ, դե անցնենք գործի։ Այս ողնաշարը հանում ենք, մեզ հարկավոր չէ ողնաշարը, մսերը վերցնում ենք, այսպես մաքրելու եմ, լավ լվանալու եմ այսպես,
Աղելու ենք, համեմելու ենք և կոտլետներ պատրաստել։ Սա ողնաշարի ոսկորն է, հանեցինք թալմիսը, մեզ հարկավոր չէ, սա արդեն պատրաստի, միսն է, որով որ պետք է կոտլետներ պատրաստենք, կոտլետներ ենք պատրաստելու համեղ, և այսպես, դե ամբողջը ես կհանեմ, ոսկորից կանջատեմ և կմիանամ կրկին ձեզ։ Լավ, մաքրեցի հարկելիներս, հիմա գիտեք ինչ եմ անելու, մի հատ է ջուրը կփոխեմ և լիմոն եմ ճզմելու ջրի մեջ ու դնեմ այսպես մի քիչ մնա, թողնեմ մնա ջրի մեջ, լիմոնաջրի մեջ, այսինքն այսպես կթողնենք կմնա մի կես ժամ, ահա լիմոնաջրի մեջ, ձկան հոտը դուրս կգա, հետո կաղանք ու կպատրաստենք շատ համեղ կոտլետ։ Ասավ 30-40 րոպե, այսպես լավ լվանում ենք, տեսեք ջուրերը էլի ոնց է կխտորվել։ Հիմա լավ կլվանա, հետո ջուրը կզուլալվի, կմաքրվի։ Տեսեք անգամ ձուկը ինչպես սպիտակ է, գույնը փոխվեց, տեսնում եք, նայեք, դա մաքրվեց, հիմա կհանենք ջրի, լավ լվանալուց հետո աղում ենք, այսպես լավ աղում ենք, որպեսզի աղով համենվի, ասեմ, որ ձուկը ես չորացրել եմ, ձեռոցիկով, այսպես ասած, որ ինքը շատ թաց չլինի, ահա, ծովի աղով աղ ենք անում և թողնում ենք համենվի, հարկելիներս, հեշտ և հասարակ, այսպես սիրում,
Մի փոքր էլ անենք։ Ահա, վերջ։ Թողենք համենվի, այսպես կարող ենք թողնել մինչև առավոտ, մի 2 ժամ, որ լավ համենվի, հետո կավելացնենք համեմունքները, ինչ որ պահանջվում է, ինչ որ մենք ոչ թե պահանջվում է, այլ ինչ որ մենք սիրում ենք։ Մեզ դուր է գալիս, որ կանաչին, որ համեմունքը ավելացնում ենք եւ պատրաստում ենք մեր համեղ աղջիկներս, այստեղ արդեն ձուկը աղում եմ, ձկան ֆիլեին ավելացրել եմ սող, սխտոր, չոր հաց, այսինքն սուխարի, աղացած, էլ ինչ, մեկ հատ ձու, առայժմ այսքանը, հիմա մի հատ է խառնեմ, տեսեք, վերջ, արդեն պատրաստ է կոտլետներ պատրաստելու համար մեր խճողակ աղջիկներս ավելացնում ենք ինչ համեմունք, որ սիրում եք, ահա ավելացրել եմ սև պղպեղ, ավելացնում եմ կարմիր պղպեղ, ինչքան որ սիրում եք, շատ, քիչ, չափս գոյություն չունի, ով ինչքան որ սիրում է, այստեղ համեմի սերմն է փոշին, ավելացնում ենք կանաչիներ առատ, ինչ կանաչի, որ սիրում եք, թարմ կանաչի, ահա, չունեք թարմ կանաչի, ավելացրեք չոր կանաչի, խնդիր չէ, ավելացրեցինք թթվասեր, մանանեխ և այսպես լավ խառնում ենք, իրար ստանում ենք համասերտ զանգված և պատրաստում ենք մեր կոտլետները հարգելին։ Այստեղ արդեն մեր կոտլետները ձևավորել եմ և տապակվում են, շուտով պատրաստ կլինի։ Այստեղ նայեք ինչ հրաշալի փմփուխ բոքոնի կոտլետներ ստացվեցին, համոզված եմ, որ շատ համեղ է լինելու։ Դա այսպես հարգելիներս դա սա հանենք, շարունակենք կրկին կոտլետները պատրաստ։ Աղջիկներս, սա արդեն երկրորդ պարտիան է, այսպես ասած, սա էլ հանեմ և կմնա մի 4 հատ երևի, դա էլ կտապակեմ ու վերջ կվայելենք, դուք հիշում եք, որ լայվի ժամանակ Անուշկան անընդհատ զանգում էր, տատի ջան ձկան կոտլետ սարքի ինձ համար գամուտ եմ, հիմա ասեմ, որ Անուշկա ջան կոտլետը պատրաստ է, կարող ես գաս և վայելես։ Այ այսպես հարգելիներս, դե ինչ, մեր կոտլետները Անուշ լինի մեզ, ափսոս որ հեռու եք չեմ կարող ձեզ հյուրասիրել, դե ինչ, դուք էլ պատրաստեք ձկան կոտլետներ, գիտեք թե ինչքան առողջ հարար է ձուկը, պատրաստեք, երեք և եղեք առողջ։ Սիրում եմ ձեզ բոլորի, դե կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, այսօր էլ այսքան։